Հիմա այս ամեն ինչը իմիջիայլոց տեղավորվում է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության մեջ, որովհետեւ մենք նախորդ շրջանում բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը իրականացրել ենք եւ դրա արդյունքում որ մենք ստացել ենք խաղաղություն։ Հիմա մեզ պետք է բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությունը իրականացնել նաեւ տնտեսության մեջ եւ մենք հիմա դա ենք անում եւ այստեղ մեզ պետք է հանգիստ առանձնյարդերի քայլ գնալ առաջ, որովհետեւ այսօր պատմական իրադարձություններ են տեղի ունեցել։ Մենք երկաթուղային կապ ունենք Չինաստանի հետ եւ այսօրվանից մենք երկաթուղային կապ ունենք Սիրիայի Արաբական Հանրապետության հետ Թուրքիայի միջոցով։ Սիրիայի Արաբական Հանրապետությունը մեզ համար մեծ շուկա է։ Եվրոպական միության ինքը բարդ շուկա է, բայց եվրոպական երկրներ, որոնք Եվրոպական միության անդամ չեն, եւ էլ եմ ասում, առաջկա մեր բիզնես պատվիրակությունները այցելելու են այդ բոլոր ուղղություններով եւ այդ եմ ասում, որ հաստատեցվում է, որ Թուրքիայի շուկան էլ է մեզ համար բացվում, որտեղ եթե մտնում է երկիր, իմիջիայլոց նաեւ հետեւյալը տեղի ունեցավ, եթե տեղեկեք, նախկինում Թուրքիայից Հայաստան ապրանքներ ներմուծել չէր կարելի եւ Հայաստանից Թուրքիա արտանել չէր կարելի, բայց տեղի էր ունենում փաստացի, դա ոնց է տեղի ունենում, Թուրքիայից ձևակերպում էր որպես ներկրում երրորդ երկիր Հայաստանի Հանրապետություն նույնն էլ արտահանում